Նարկվում խափամիջոցները պահպանվեցին եւս 3 ամիս երկարաձգվեցին, ինչ մտավախություն ուներ ձեզ դատարանը, որ չփոխվեց։ Ճիշտ ասած չեմ կարող բացատրեմ այս որոշումը, որովհետև ըստ էության ապացուցողական գործընթացը այս քրեական վարույթով ավարտվել է արդեն եւ մարդկանց ազատության իրավունքի նկատմամբ նման խիստ ներգործություն ենթադրող խափանման միջոցի եւս 3 ամսով պահպանումը իմ կարծիքով առնվազն արդարացված չի։ Չեմ ցանկանում մանրամասն անդրադարձ կատարեմ, որովհետև բնականաբար դեռևս պետք է ստանանք որոշումը եւ դրա պատճառաբանական մասին ծանոթանանք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այս որոշումը արդեն հաստատ վերակնության կարգով վիճարկման առարկա դարձվելու է։ Պարոն Հարությունյան, միջնորդություն ներկայացրիք, ինչ որ աղճատում եք նկատել արձանագրության, տեքստում մեղադրական եզրակացության եւ արտաքին դիտման, ճիշտ ներքին դիտման, հիմնական շեշտը ինչի վրա եք դրել, որն է ձեր այս վիճարկման առարկան։ Տեսեք, ուրեմն վերարտադրված տարբերակով, այսինքն երբ այս խոսակցության ցանկացած ներքին դիտման արդյունքներ վերարտադրվում են, թղթին են հանձնվում, այսպես ասած, համապատասխան աշխատակիցների կողմից, սույն ներքին դիտման արձանագրությունը եւս կազմվել էր նույն տրամաբանությամբ, սակայն որոշակի տարբերություններ էին առկա բուն ձայնագրության եւ արտատպված, այսինքն վերարտադրված տարբերակի միջեւ, մասնավորապես վերարտադրված տարբերակում խոսք էր գնում նաեւ նրա մասին, թե 1-2 ՊՊՑ պետք կազմակերպել, ՊՊՑ-ի նման եւ այլն, այսպիսի արտահայտություններ էին առկա, որոնք որ ձայնագրության բուն մեջ չեն լսվում եւ բնականաբար այդպիսի խոսակցություններ չկան։ Ես դատական նիստով էլ ասացի, ես չեմ ցանկանում մեղք վերցնել ինձ վրա եւ որևէ մեկի գործողությունների գնահատական տալ, բայց իմ համոզմամբ սա կատարվել է այն պատճառաբանությամբ, որպեսզի հնարավորինս բացասական երանգ ստեղծվի սույն քրեական վարույթով, այսինքն որպեսզի նաև հիմնավորեն իշխանությունների ավելի վաղ տարածած են ահաբեկչական, ահասարսուռ այդ դիտարկումը, համ այդ ահաբեկչական դիտարկումը, համ նաև սույն քրեական վարույթը ամբողջ ընթացքը լուսաբանել եք, գիտեք, որ նաև որոշակի հիշատակումներ կան ազգային ժողովրդական բևեռի մասին եւ այդ բևեռի եւ ՊՊՑ գնդի փոխկապակցվածությունը հաշվի առնելով իմ համոզմամբ փորձ է կատարվել այդ փոխկապակցվածությունը նաեւ որոշակի առումով տարածել սույն քրեական վարույթի վրա այդ տրամաբանությունը պահպանելու նպատակով, ինչը բնականաբար սույն քրեական վարույթով արդեն հետազոտված ամբողջ ծավալով ապացույցների ոչ միայն չի հաստատվում, այլ հերքվում է։ Եվ պարոն Հարությունյան, ինչ սպասել հաջորդ դատական նիստերին, մանրամասն։ Հաջորդ դատական նիստին ուրեմն մենք իմ կողմից ներկայացված միջնորդությունն ենք ամբողջականացնելու եւ կամ կվերարտադրվի կամ ցանկիցները համապատասխան ականջակալներով կլսեն այդ հատվածները, կամ փորձագետ կներգրավի, այո։ Դրանից հետո արդեն մնում է մեղադրյալների հարցաքննությունները, այսինքն եթե ոչ եկող դատական նիստին, ապա ամենաուշ հաջորդող դատական նիստին արդեն բոլոր մեղադրյալները նաև կհարցաքննվեն եւ նաև իրենց դիրքորոշումները կհայտնեն, այս խոսակցությունների բովանդակությունները իրենք կմեկնաբանեն, քանի որ իրենց մասնակցությամբ խոսակցություններ են եւ ըստ էության իրենցից բացի ոչ ոք ողջամտորեն չի էլ կարող մեկնաբանություն տրամադրել այս խոսակցությունների, որովհետեւ դրանք բոլորը հատվածային են եւ այլն եւ այլն։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ձեզ։ 160